Սիրելի ռադիո լսողներ եւ ռադիո դիտողներ, FM 106 եւ 5 հաճախականության վրա են ձեր ռադիո ընդունիչները 2025 թվականի Արմեն Դարփինյանի վերջին ժամն է մեր եթերում, լսեք մեզ, դիտեք, բաժանորդագրվեք նաեւ, այս տարի հասցրեք բաժանորդագրվել, ով այս տարի հասցնում է բաժանորդագրվի, մյուս տարի հաջողության է գալի, տենց է պարոն Դարփինյան։ Դե փորձենք մեզ էլ խաբել։ Ողջունենք ամեն դեպքում մեր լսողներին եւ դիտողներին։ Ես հաճույքով եմ գալիս այս տաղավար, որովհետեւ հաստատ գիտեմ, որ այս տաղավարը ոչ ծախվում է, ոչ էլ առնվում է։ Այսինքն հանգիստ ազատ մտքի դրսևորում է եւ ազատ ոգու դրսևորում է։ Դավիթ ջան, ես քեզ պիտի այդ իմաստով շնորհակալություն հայտնեմ եւ շնորհավորեմ, որովհետեւ երևի թե երկրում շատ քիչ են նման տաղավարները, որտեղ կարելի է ուղղակի առանց հետին մտքի անկեղծ եւ ազնիվ զրույց վարել։ Իսկ մեր նպատակն է իսկապես մեր հանրությանը փորձել բացատրական աշխատանքներ տանել, բացատրել ինչ է կատարվում աշխարհում եւ փորձել ճիշտ ճանապարհի վրա եւ կանգնել եւ ուրեմն մնացածին եւս ուղղորդել։ Սա է, ողջունում եմ բոլորին։ Շնորհակալ եմ պարոն Դարփինյան, որ այս տարի մենք ոնց որ միացրեցինք մեր ընթացքները, դուք էլ կայանն էլ մեր բոլոր նաեւ մնացած հեղինակներին, ովքեր այս տարի են մեզ միացել։ Ամեն տարին տարվա վրա դժվարանում է ամփոփել, որովհետեւ միշտ երբ որ ուզում ես ամփոփես, ինչ որ լավ բան ես ուզում գտնես անցնող տարվա մեջ ու հույս որ հաջորդ տարի ավելի լավն է լինելու։ Տարին տարվա վրա ավելի բարդ է լինում։ Ինչ որ լավ բան եղել է ձեզ, պարոն Դարփինյան, այս տարի։ Մենք պիտի ասեմ, որ թեվակողում ենք շատ ծանր ժամանակահատվածներ։ 26 թվականը այդ իմաստով բավական բարդ է լինելու մեզ համար։ Եթե խոսենք դրական բաներից 25 թվականի, ես երկու բան կնշեի, բայց երկուսն էլ կիսատ են թողնված։ Մեկը օգոստոսի 8-ի համաձայնագիրն է, որը կնքվեց Վաշինգտոնում, Սպիտակ տանը, որը այս պահի դրությամբ դեռևս չի ստացել իր զարգացումը, գոնե թղթի վրա, գոնե առարկայական, եւ այդ զարգացման հետ կապված մենք բազմաթիվ բարդությունների հետ կհանդիպենք իմ կարծիքով։ Դա է պատճառը, որ ես անընդհատ մեր նաեւ հանդիպումների ժամանակ հորդորում եի կառավարությանը, որ շտապեն, որովհետեւ ժամանակը այսօրվա քաղաքականության մեջ հսկայական դեր է խաղում։ Եթե ժամանակը կորցնում ես, կարող ես կորցնել ամեն ինչ։ Եվ հակառակը, եթե օգտագործում ես ճիշտ պահը, կարող ես օգտվել դրանից եւ տասնամյակներով առաջ անցնես։ Ցավոք սրտի ես դա չեմ նկատում մեզ մոտ, այնուամենայնիվ որպես դրական երկու բան կնշեի, նորից եմ կրկնում, դա օգոստոսի 8-ի փաստաթղթերն են, որոնք պիտի իրենց շարունակումը ստանան եւ որոնց շարունակումը շատ ավելի բարդանում է ժամանակի ընթացքում։ Եվ երկրորդը Չինաստանի հետ Հայաստանը կնքեց կամ գոնե պրոտոկոլային կարգավիճակով ստորագրվեց ռազմավարական գործընկերության փաստաթուղթ, որը որևէ առարկայական այնուամենայնիվ բան ամրապնդում չստացավ հետագայում։ Այսինքն կա մի ուղղակի պրոտոկոլ, որը բնականաբար մեր շահերից է բխում, բայց որի զարգացման հետ կապված մենք որևէ առաջընթաց չունենք այս պահին։ Այս երկու բանը կնշեի, որը շատ աղքատիկ է, մեծ չեն մեր նվաճումները եւ հակառակը երևի բաց թողումները շատ ավելի շատ են եւ դժվարությունները, որոնք մեր առջևում են, որոնց մենք կհանդիպենք դեռևս 26 թվականին, առելի մեծ են եւ մենք պիտի ճիշտ կողմնորոշվենք այստեղ, որպեսզի սխալներ թույլ չտանք եւ տանուլ չտանք ամբողջ մեծ խաղը, այսպես ասած։ 25 թվականը սկսվեց նախագահ Տրամպի պաշտոնավարման սկզբով եւ պիտի ասեմ, որ դա հենց երևութային բնույթ էր կրում համաշխարհային քաղաքականության համար։ Տրամպը շատ բան փոխեց եւ պատկերացումներում եւ աշխարհընկալման մեջ եւ գեոքաղաքական զարգացումների ակնկալիքներում եւ մենտալ մակարդակով շատ բան փոխեց Տրամպը այս մի տարվա ընթացքում։ Տարին սկսվեց նրա պաշտոնավարմամբ եւ տարին ավարտվում է Միացյալ Նահանգների կողմից ռազմավարական իրենց զարգացման հեռանկարային փաստաթղթի հրապարակմամբ, որտեղ ի տարբերություն բազմաթիվ նախորդ տասնամյակների Ռուսաստանը չի դիտարկվում Միացյալ Նահանգների կողմից որպես
թշնամի կամ անգամ հակառակորդ երկիր, չկա Ռուսաստանը։ Միացյալ Նահանգները չի պատրաստվում Ռուսաստանին դիտարկել որպես թշնամի եւ կամ հակառակորդ։ Եվ հակառակը Միացյալ Նահանգները դիտարկում է Ռուսաստանը որպես հետագայում, կարծում եմ արդեն 26 թվականից սկսած պարտնյոր երկիր, իսկ սա շատ բան է փոխում նաև մեր մենտալիտետում եւ մեր մոտեցումներում, որովհետեւ երեք թե առաջ օրը փոխնախագահ Վենսը ելույթ ունեցավ եւ ուղղակի փաստեց, որ Միացյալ Նահանգները այլևս պատրաստ չեն Ուկրաինային օգնելու ռուս-ուկրաինական պատերազմում, այլևս պատրաստ չեն։ Այսինքն նրանք պարտադրելու են Ուկրաինային զիջումների, պարտադրելու են ինչ-որ ձևով ուրեմն այդ խաղաղության ընթացքը եւ իրենց անթաքույց շահագրգռվածությունն են ցուցաբերում ամերիկա-ռուսաստանյան համագործակցության մեջ։ Գրեթե կասկած չունեմ, որ այդ համագործակցության տարերից մեկը լինելու է նաեւ Հայաստանը։ Այսինքն մենք այստեղ նորից հայտնվել ենք սեղանի վրա եւ այն բոլոր ակնկալիքները, որ հնարավոր է խուսափել, օրինակ փակել երկու ձեռքերով աչքերը փակել եւ համարել, որ օրինակ Ռուսաստանը որևէ հավակնություններ չունի մեր հարավի նկատմամբ, կամ Ռուսաստանը որևէ հավակնություններ չունի նոյեմբերի 9-ին ստորագրած փաստաթղթի կապակցությամբ, կամ որ Իրանը համակերպվել է օգոստոսի 8-ին ստորագրված փաստաթղթի հետ, բացարձակապես ռեալիստական չէ։ Եվ Ռուսաստանը եւ Իրանը տարվա վերջին հայտարարությամբ հանդես եկան պաշտոնական հայտարարություններով Ռուսաստանի արտգործնախարարը նախարարության վարչության պետը, իդեպ նոր վարչության պետը, հինը, որը ձախողել էր Գոնչար ազգանունով մեկը կար, որին գործուղեցին հիմա Բրյուսել, հաստատ քանդելու է ռուս ուրեմն եվրոպական հարաբերությունները, որտեղ դա մի ուղղակի ձախողված պերսոնաժ էր, ուղղակի քայքայիչ դեր ունեցավ հայ-ռուսական հարաբերությունների մեջ, Դենիս Գոնչարը։ Բարի հաջող կերպով Լավրովյան կադրային քաղաքականության ներքո նշանակվեց դեսպան Բրյուսելում։ Եվ նրա տեղակալը Կուլագին թե Կալուգին ազգանունով նշանակվեց վարչության պետ արտգործնախարարության եւ որը շատ կոշտ հայտարարությունով հանդես եկավ, որ Ռուսաստանը իր շահերն ունի հարավում, Ռուսաստանը սահմանապահ է հարավում, Ռուսաստանը ունի կոնցեսիոն պայմանագիր հարավում եւ դրան ոչ մի հոդաբաշխ պատասխան չեղավ Հայաստանի կողմից, ընդամենը որ դա հիմա ընդունեցինք գիտություն։ Այդպես չի արվում, տղաներ եւ աղջիկներ, այդպես չի արվում։ Պետք է շատ հստակ գտնել պայմանավորվածության այն մոդելը, որը կբավարարի եւ Ռուսաստանին եւ Իրանին։ Մենք չենք կարողանալու խուսափել ոչ Ռուսաստանի եւ ոչ Իրանի հանդգնություններից եւ մենք հայտնվելու ենք ուղղակի մի հորձանուտում, կոնֆլիկտային հորձանուտում, որտեղ ոչ ամերիկացիները, ոչ առավել եւս եվրոպացիները մեզ չեն փրկելու։ Իրանի այդ հոգևոր առաջնորդի գլխավոր խորհրդական վելայաթին, որը շատ լուրջ անձնավորություն է, շատ լուրջ դերակատարում ունի Իրանի արտաքին քաղաքականության մեջ, շատ կոշտ հայտարարությամբ հանդես եկավ, որ այս օգոստոսի 8-ի փաստաթուղթի եւ ամերիկյան ներկայացումը բացարձակապես հակասում է Իրանի շահերին։ Եվ այդ պաշտոնական հայտարարությունը, որը շատ լուրջ հայտարարություն է, ընդամենը հետևեց հայաստանցիների շատ գիտես մանկապարտեզային արձագանք, որ մենք հետևում ենք Իրանի արտգործնախարարության պաշտոնական ուրեմն հայտարարություններին, որոնք կարծես թե ուրեմն խնդրեմ չեն տեսնում այդ Թրամփի ճանապարհի մեջ։ Բայց տղաներ եւ աղջիկներ, Իրանի արտաքին քաղաքականությունը ամբողջապես որոշվում է ուրեմն այաթոլլա Համենեի ուրեմն նստավայրում եւ վելայաթին 1 օր է հարկավոր կամ 1 ժամ կամ 1 րոպե է հարկավոր, որպեսզի արտգործնախարարությունը անի այն հայտարարությունը, որը հարմար է տվյալ պահին ուրեմն այաթոլլա Համենեի համար։ Չի կարելի նման մանկամիտ կերպով մոտենալ այս իրադարձություններին։ Սա նշանակում է, ես ինչու է հորդորում, որպեսզի մենք շատ արագ փորձենք անցնել հաջորդ փուլը եւ անպայմանորեն ներգրավենք եւ փորձենք հասնել այդ շահերի հարմոնիզացմանը,
թե Ռուսաստանի, թե Իրանի, թե Միացյալ Նահանգների պիտի փորձենք հասնել, այլապես մենք ունենալու ենք կոնֆլիկտային տարածք, կոնֆլիկտային կետ հայ-իրանական սահմանին, մեղրու ճանապարհին, որը իսկապես մեզ համար ուղղակիորեն կարող է ունենալ շատ տխուր հետևանքներ։ Դրա հետ մեկտեղ մենք տեսնում ենք, որ տեսեք մենք կառավարության ղեկավարի մակարդակով 1 տարի շարունակ փորձում ենք ընդվզել Զանգեզուրի Միչանսկ ձևակերպման դեմ։ Ուղղակի անիմաստ պայքար էր դա, խաղերի մեջ պայքար էր ընդամենը։ Մենք ոչինչի չհասանք արդյունքում։ Ադրբեջանը շարունակում է գործածել Զանգեզուրի Միչանսկ հասկացությունը, բացարձակապես բանի տեղ չդնելով մեր հորդորները կամ մեր մոտեցումները։ Իսկ մենք փաստորեն համակերպվեցինք այդ ամենի հետ եւ ուղղակի հայտարարեցինք, որ այդ Միչանսկը միայն Ադրբեջանի տարածքով է անցնում, իսկ մեր տարածքով դա Միչանսկ չէ։ Նկատի ունի հորադիս մեղրի ճանապարհը Զանգեզուրի Միչանսկ ասելով, էլի։ Հա, բայց Դավիթ ջան, դա անիմաստ պայքար էր, հասկանում ես, անիմաստ բառախաղերի պայքար էր, որի վրա ծախսվեց այդքան էներգիա, որի վրա ծախսվեց այդքան քաղաքական ռեսուրս, այդքան հայտարարություններ, բայց որը նաև բան չէ, եթե ամեն անգամ եթե պարտվում ես ու նահանջում ես, դա ուղղակի խփում է արժանապատվությանը երկրի, պետության եւ քաղաքացիների։ Իմ կարծիքով մենք հանգիստ կարող ենք հայտարարել, որ դա Հայաստանի Զանգեզուրի Միչանսկն է, հասկանում ես, ուղղա Հայաստանի, չէ՞ որ մենք Սովետական միության ժամանակահատվածում այդ տարածքը Զանգեզուր ենք կոչում։ Դե ինքը կիրառվող անվանում է այսօր։ Չէ, տեսնում որևէ խնդրեմ, Հայաստանի Զանգեզուրի Միչանսկ, որևէ խնդիր չկա, Միչանսկ բառի մեջ էլ որևէ խնդրեմ չկա։ Որևէ խնդիր չկա Միչանսկ բառի մեջ, եթե դա ինքնիշխանության ներքո է իրականացվում։ Որևէ խնդիր չկա։ Այո, ամբողջ երկիրը կարող է դառնալ Միչանսկ տարանցիկ ճանապարհների, ուրեմն կիզակետ, եւ դրանով իսկ օգտվի երկիրը, օգտվի երկրի տնտեսությունը եւ մենք բոլորս։ Ես ցավում եմ այս ամենի համար, որովհետեւ դա ուղղակիորեն նշանակում է, որ մենք արտաքին քաղաքական այս լրջագույն հարցում անընդհատ նահանջում ենք, անընդհատ տանուլ ենք տալիս եւ չենք գտել դեռևս այն ֆորմուլան, որով կարողանանք իրականացնել եւ մեր շահերը եւ չհակասենք կամ առավելապես հարմոնիզացնենք այդ բոլոր երկրների ներգրաված երկրների շահերը։ Ես շատ լուրջ կվերաբերվեի եւ Ռուսաստանի հորդորներին եւ Իրանի այդ կոշտ հայտարարությանը, որովհետեւ դա ուղղակի նշանակում է, որ մենք այս պահի դրությամբ գտնվում ենք կոնֆլիկտային զոնայում, ուղղակի կոնֆլիկտային զոնայում։ Սա առաջին, այսպես ասած, հատվածը։ Երկրորդ հատվածը Եվրոպայի հետ մեր ուրեմն ակնկալիքներն են։ Ես տարակուսում եմ։ Տարվա ընթացքում մենք արեցինք իմ կարծիքով շատ լուրջ քաղաքական հայտարարություն։ Իհարկե այդ հայտարարությունը այնքան էլ չէր բավարարում իմ պահանջներին կոնկրետ, որովհետև ես կարծում եմ, որ Եվրոպան այսօրվա իր զարգացման ուրեմն այսօրվա կետում կարիք ունի վերանայելու իր մոտեցումները եւ համաշխարհային քաղաքականության եւ իր դերի նշանակության եւ ցիվիլիզացիոն արժեքի վերագնահատման կարիք ունի Եվրոպան եւ այստեղ մենք կարող ենք մեր դերը խաղալ որպես քրիստոնյա երկիր։ Մենք ընդհանրապես արեցինք հայտարարություն, որը մնաց օդում։ Եվրոպան որևէ կերպ չարձագանքեց այդ հայտարարությանը, որ մեզ պատրաստ է դիտարկել կամ պատրաստ է ինչ-որ կամ գոնե ողջունում է այդ մեր հայտարարությունը, որ մենք նման նպատակադրվածություն ունենք մեր քաղաքականության մեջ միանալու Եվրոհամայնքին։ Ես կարծում եմ, որ դրա փոխարեն մենք պիտի մեր ծառայությունները առաջարկենք եվրոպական երկրներին, որովհետև նրանք այո վերանայման, վերագնահատման կետում են գտնվում եւ այդ վերագնահատման մեջ իմ կարծիքով մեր դերն ու նշանակությունը շատ ավելի մեծ է, քան ներկայացվում է այսօր, որտեվ արևելք արևմուտքի այդ ցիվիլիզացիոն տեսանկյունից կապող օղակ որպես Հայաստանը պիտի ներկայանա իմ կարծիքով Եվրոպային
եւ ոչ թե քաղաքական տեսանկյունից հավակնի, որտեղ մենք այսօր դեռևս շատ հեռու ենք քաղաքական Եվրոպային միանալուն, առավել եւս տնտեսական տեսանկյունից ահա որ ավելի շատ հեռու ենք Եվրոպային միանալուն, որովհետեւ տնտեսական մեր համակարգը բացարձակ չի համապատասխանում եվրոպական ստանդարտներին, իսկ դրա համար տասնամյակներ են պետք, եթե մենք նպատակադրվենք այսօր եւ եթե մենք բոլոր մայրուղիները բացենք, ճանապարհները բաց լինեն եւ կարողանանք առևտուր իրականացնել եվրոպական երկրների հետ։ Եվրոպական շուկան շատ հագեցած է, շատ ծանր է այնտեղ մրցակցությունը եւ ես չեմ կարծում, որ մենք այսինքն առաջիկա ժամանակահատվածում պատրաստ կլինենք եվրոպական շուկայում մեր մրցունակությունը դրսևորելու, բայց մեր աշխարհաքաղաքական եւ ցիվիլիզացիոն մրցունակությունը մենք պարտավոր ենք ներկայացնել եւ այստեղ է որ մեր եկեղեցու դերը որպես ինստիտուտ որպես համահայկական ինստիտուտ կարող էր լինել շատ ավելի բարձր, շատ ավելի գնահատելի, շատ ավելի կարևոր, քան կա այսօր։ Եվ ցավոք սրտի մեր այս ներքին ուրեմն Փաշինյան եւ կաթողիկոս արճակատումը չի նպաստում այդ ամենին։ Այսինքն մենք այսօր անգամ չենք կարողանա այս պարագաներում ներկայանալ Եվրոպային որպես գիտես կուր ինստիտուցիոնալ համակարգ քրիստոնեությունը ներկայացնող, որը պիտի աներ եկեղեցին իր տարբեր երկրներում տեղակայված ուրեմն կենտրոններով, բայց սա նաև ցույց է դնում այն բացերը, որոնք կան այսօր եւ տարիներ շարունակ, տասնամյակներ շարունակ կուտակվել են։ Եկեղեցի պետություն հարաբերություններում դա համանդրական նորմ կար, որով հայաստանյաց արաքելական Սուրբ եկեղեցին եւ պետությունը առանձին համաձայնագրով պիտի հաստատեին օրինակ իրենց գործելավոճը, իրենց հարաբերությունները հստակեցվեին եւ ինչպես եկեղեցին ինչպես էր ծառայելու պետական շահերին եւ պետությունը ինչ առաքելություններ ուներ եկեղեցու նկատմամբ էլեմենտար հարց, մեր կարծում եմ պետության կարևորագույն լծակներից եւ օղակներից մեկը պետական մեր շահերը ներկայացնելու, առաջ տանելու հայկական լոբիզմի տեսանկյունից եկեղեցական կառույցներն էին դրսում, հա։ Բայց օրինակ հարց, այդ եկեղեցական տեղապահները պիտի լինեն միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, թե կարող են լինել նաեւ այն երկրի քաղաքացի, որտեղ ներկայացվում է տվյալ եկեղեցին։ Հարց է, որը նույնպես կազմակերպման պայմանավորվածության հստակեցման կարիք ունի, որ բացարձակապես չի հստակեցվել։ Հիմա տես հրապարակել են ինչ-որ մի փաստաթուղթ, որով ուրեմն Եզրահաս arczepiskopos-ին վերագրում են ուրեմն պակ գործակալ լինելու փաստը 86 թվականին սովետական միություն էր, այլ երկիր էր, այդտեղ գործակալի թեմա չկար, այսինքն նա ծառայեր իր երկրին, որին մասնակցել է, այդտեղ հարցը այլ է, հանդիսանում է արդյոք Եզրահաս arczepiskopos-ը Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, տվյալ դեպքում հիմա այս պահին։ Մեկ եթե այո, ապա եթե նա այսօր ընդհանրենք համագործակցում է Ռուսաստանի այդ ծառայությունների հետ, որպես Ռուսաստանի քաղաքացի կարող է անել դա։ Մեկ երկրորդը, հետո մեղսագրում են կամ վերագրում են, որ համագործակցում է տարբեր ատյանների հետ։ Գիտես, ասենք Մոսկվայում հաստատ եղած կլինես վերջին ժամանակներս հրաշագեղ եկեղեցի կառուցվեց Օլիմպիական պողոտայում, Մոսկովյան լավագույն տեղերից մեկում հրաշալի եկեղեցի կառուցվեց, հա, եթե տվյալ դեպքում տեղապահը չհամագործակցեր տեղական կառույցների հետ, թեկուզ եւ հատուկ ծառայությունների հետ, մեզ այդ տեղը չէին հատկացնի եւ այդ եկեղեցին չէր կառուցվում։ Ընդհանուր առմամբ արդյոք տեխնիկապես հնարավոր է երկար տարի ծառայել Ռուսաստանի նման պետության հետ ու չլինել ինչ-որ կապեր մեջ։ Նշի որ դա լավ է, նշի որ մենք խոսում ենք եւ ոգեվորում ենք, բայց դա պարտավոր է։ Հիմա տես մենք Հայաստանում այդքան բան չունենք, այդքան լայն տարածում չունենք այլ եկեղեցիների ներկայացուցչությունների, բայց կա ասենք ռուսական ուղղափառ եկեղեցին, կա եզդիական, կարծում եմ կրոնական, չէ՞, հաստատություն։ Այո, վստահաբար կլինի։ Դե վստահաբար մեր հատուկ ծառայությունները իրավունք չունեն չհամագործակցելու։ Հա, իրավունք չունեն, որովհետև շատ զարմանալի կլինի, լավ, sense fix է, էլի, հա։ Ուրեմն Ռուսաստանը բազմակոնֆեսիոնալ երկիր է
Ռուսաստանում բազմաթիվ կոնֆեսիաներ կան, այդ թվում կրոնական կազմակերպություններ, որոնց հետ բնականաբար պետությունը պիտի համագործակցի, նրանց միջոցով պիտի կառավարի, այսպես ասած, այդ համայնքները եւ դա շատ բնական է, որ պիտի համագործակցի, այսինքն այլ կերպ հնարավոր չէ։ Երևի թե նույնը մնացած երկրներում, ցանկացած երկրում։ Հիմա Սահակ arczepiskopos Ստամբուլում բնականաբար համագործակցում է Թուրքիայի կառավարության հետ։ Ես նորից տեղյակ չեմ, արդյոք նա հանդիսանում է Թուրքիայի քաղաքացի թե ոչ։ Այդ հարցը պիտի կարգավորվեր Հայաստանի պետության եւ Արաքելական եկեղեցու համաձայնության միջոցով։ Ես անգամ պատրաստ չեմ պնդելու, որ տեղապանները պիտի լինեն միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, որովհետեւ մեզ համար, մեր շահերը ներկայացնելու համար հնարավորինս ինտեգրված մեկն է պետք այնտեղ որպես համայնքի ղեկավար կամ կրոնական համայնքի ղեկավար, որը կարողանա հարցեր լուծել եւ մեր շահերը առաջ տանել, հա, եթե նա ընդամենը լինի Հայաստանի Հանրապետության քաղաքացի, նա չի կարողանա ինտեգրվել այն հասարակության մեջ, որ գտնվում է։ Իսկ մեզ հարկավոր է ինտեգրվելը եւ մեր շահերի առաջ տանելը։ Ես ցավում եմ, որ մենք այս մեծագույն հզորագույն ռեսուրսը ոչ միայն չենք կարողացել օգտագործել, նաև կարծես թե կորցնում ենք այսօրվա իրավիճակում եւ դա շատ ցավալի է, այսինքն դա 25 թվականի ցավալի արդյունքներից մեկն է, որ մենք կորցնում ենք կարծես թե այդ ռեսուրսը, որը մենք հակառակը պիտի կարողանանք առավելագույնս օգտագործել։ Բայց վերադառնալով եվրոպական մեր հնարավոր զարգացումներին, պիտի ասեմ, որ մենք տեսնում ենք այնտեղ շատ երերուն իրավիճակ, շատ երերուն։ Միացյալ Նահանգների այս կոշտ դիրքորոշումից հետո, որը կարծես թե անգամ հղի է ՆԱՏՕ-ի պես կառույցի ուղղակի բսկտումով է հղի այս ամեն ինչը, որովհետև Միացյալ Նահանգները ուղղակիորեն պարտադրում են եվրոպացիներին սեփական համակարգ ստեղծել պաշտպանական։ Ավելին, Միացյալ Նահանգները 7 երկրների ուրիշ գաղափարախոսություն առաջ տարան, որով իրենք ուզում են կառավարել աշխարհը՝ Հնդկաստանը, Չինաստանը, Ճապոնիան, Միացյալ Նահանգները, Ռուսաստանը, կարծեմ ուրեմն այդտեղ Մեծ Բրիտանիան կար եւ եվրոպական համայնքը, հա, երևի այս 7 երկրներով, 7 համայնքներով նա ուզում է կառավարել ամբողջ աշխարհը։ Այստեղ ցավոք սրտի մեզ դերակատարում իրականացնելու համար շատ նեղ միջանցք է մնում եւ այստեղ շատ գիտես շատ պարտաճանաչ, շատ հստակ, շատ այսպես ոսկերչական ճշգրտությամբ աշխատանք է պետք, որ կարողանանք այս իրավիճակում մեր շահերը պաշտպանել, որովհետև շատ հնարավոր է, որ մենք ուղղակի դառնանք տարբեր շահերի սպասարկման ուղղակի օբյեկտ, ոչ թե քաղաքականության սուբյեկտ։ ՆԱՏՕ-ն կարող է բզկտվել։ Մակրոնը Ֆրանսիայի նախագահը ցավոք սրտի չկարողացավ դրսևորել եվրոպական լիդերի հատկությունները եւ աստիճանաբար նահանջեց։ Հիմա այսօր Գերմանիայի Դաշնության կանցլերն է փորձում լինել եվրոպական լիդեր, առավել այսպես կոշտ հայտարարություններով է հանդես գալիս Ռուսաստանի դեմ, փորձում է ինչ-որ Միացյալ Նահանգների հետ վիճաբանության մեջ մտնել եւ այլն, բայց պիտի ասեմ, որ կանցլեր Մերցի դիրքերը հենց ներսում, Գերմանիայի ներսում այնքան էլ ուժեղ չեն եւ շատ հնարավոր է որ նա նույնպես կկորցնի իր ազդեցությունը, այնպես որ Եվրոպան գտնվում է այսօր շատ երերուն իրավիճակում եւ ցավոք սրտի այստեղ մեզ հեռանկարները այնքան էլ լուսավոր չեն։ Իսկ երեք ընդհանրապես կարդացի մի զավեշտալի լուր, մի քանի ամիս առաջ Փարիզում Լուվրն էին տանատել եւ գողացել այնտեղ, հա, հիմա Ելիսեյան պալատից 40,000 եվրոյի սպասք են տարել, հասկանում ես Արցախի։ Հիմա իմ կարծիքով մեր ցանկացած կրպակ շատ ավելի լավ է պաշտպանվում, քան ասենք Ելիսեյան պալատը կամ Լուվրը, հա, ասենք դա նշանակում է Լուվրի գաղտնաբառը տեսաձայնագրման սերվերի բաներ, Լուվր էր։ Դա ինչ ասեմ, այսինքն դա ցույց է, չէ, որ երկրում վիճակը լավ չէ։ Երկրում կազմակերպվածության վիճակը շատ ցածր մակարդակի։ Պարոն Դարփինյան, առաջնորդության ճգնաժամ կա աշխարհում, ոնց եք տեսնում։
Առաջնորդության ճգնաժամ միշտ էլ կա, միշտ էլ եղել է։ Հիմա Թրամփը լրիվ նոր խաղի կանոններ մտցրեց, այդ խաղի կանոնների մեջ մնացածը պիտի փորձեն դասավորվել, եւ հիմա դա ենք մենք տեսնում։ Արդյոք նոր առաջնորդներ կառաջանան թե ոչ, ես Եվրոպայում չեմ տեսնում նման հեռանկար։ Նկատի ունեմ, կարող է ես փոքր էի, պարոն Դարբինյան, բայց իմ հիշողությամբ, ասենք Ժակ Շիրակն ու Գերխարդ Շրոդերը շատ ավելի լուրջ մարդիկ էին, շատ ավելի լուրջ առաջնորդներ էին, քան Մակրոնն ու Շոլցը։ Նույնը Տիկին Մերկելը, որ Մերկելը լուրջ կին է, այո։ Դե կա երևի այդ ճգնաժամը, այո, դե գիտես Դավիթ քաղաքականությամբ, ասենք ինչքան լուրջ մարդիկ, ասենք ինքնաբավ մարդիկ քաղաքականությամբ չեն զբաղվում, էլի, նրանք իրենց կյանքով են զբաղվում եւ կյանքը մարդուն տրված է մեկ անգամ, էլի, եւ սովորաբար քաղաքականությամբ են զբաղվում նրանք, ովքեր որևէ ուրիշ բան չունեն, որևէ ուրիշ շնորհ չունեն, հասկանում ես։ Հիմա դաժան իրականություն է, սիրելի ռադիո լսողներ, պետքա բայց ֆիքսել որ տենց է։ Հիմա դա այդպես է, որովհետեւ չես կարող դրանից խուսափես, այսինքն եւ ինտելեկտուալ մակարդակի տեսանկյունից եւ գաղափարական տեսանկյունից ուղղակի, ասենք, հետո շահերի համար այդպես ասենք կռվելը սեփական շահերի համար, իդես ասենք կյանքը մեկ անգամ է տրվում եւ թանկ բան է, էլի, ասենք, ավելի լավ է դու զբաղվես, եթե ունես շնոր, դու զբաղվես այս շնորհները զարգացնելով։ Ցավոք սրտի, երևի քո հարցին ես այդպես էլ պատասխանեմ, այո, կա առաջնորդության դեֆիցիտ։ Այս իրավիճակում պիտի ասեմ, որ Ադրբեջանի նախագահը, որը դեմոնստրատիվ կերպով ուղղակի իգնորի ենթարկեց Պուտինի հրավերը, վերջին հիմա Սանկտ Պետերբուրգում, այսօր պիտի հանդիպեին Պուտինը, Փաշինյանը եւ Ալիևը։ Ալիևը մի հեռագիր ուղարկեց, որ կներեք, բայց ես զբաղված եմ։ Այսինքն ցույց տվեց, որ աշխարհի 7 երկիր հավաքված են այնտեղ, իսկ ինքը զբաղված է։ Իր շատ ավելի կարևոր խնդիրներ ունի։ Սա դեմոնստրատիվ քայլ էր ռուսների դեմ, Ռուսաստանի դեմ, հենց Պուտինի դեմ։ Ես պիտի մեկ անգամ եւս երեսով տամ Լավրովին եւ Ռուսաստանի ղեկավարությանը, որ իրենց ընտրությունը 22 թվականի փետրվարին Ալիևի հետ իրենք ստորագրեցին ստրատեգիական համագործակցության համաձայնագիրը եւ շատ ողջավորված էին դրանով, մատնեցին, վաճառեցին Հայաստանի շահերը եւ Ադրբեջանին մոտ բերեցին։ Իրենք ստանում են հիմա պատասխանը։ Ուզում մեկ անգամ եւս շեշտեմ։ Հայերը երբեք նման ձևով չեն վերվել ռուսների հետ։ Երբեք։ Ուղղակի երբեք։ 1828 թվականից սկսած երբեք հայերը նման անշնորհակալ վերաբերմունք չեն ցուցաբերել ռուսների նկատմամբ։ Մենք միշտ քրիստոնեաբար ենք վերաբերվել։ Ես ինչպես ասացի իմ վերջին հարցազրույցում ռուսական ամբիոնի համար, մենք միշտ ներել ենք։ Միշտ եղել ենք մեծահոգի, քրիստոնեաբար ենք մոտեցել եւ երբեք նման դրսևորումներ չենք ունեցել, ինչպեսին ունեցել է Ալիևը, բայց այնուամենայնիվ առաջնորդության դեֆիցիտի պայմաններում Ալիևը ցուցադրում է իր առաջնորդության դերը, որտեղ նա շատ սպասված հյուր է թե Միացյալ Նահանգներում, թե եվրոպական որոշ երկրներում, թե արաբական աշխարհում, թե Իսրայելի հետ կառուցած հարաբերությունները ուրեմն բարձրացնել փաստորեն ռազմավարական հարաբերությունների մակարդակի, թե կենտրոնական Ասիայում նա այդ հնգյակին փաստորեն միացավ, դարձավ 6-րդը, շատ պիտի նորից նախանձով ասեմ, որ շատ խելոք քաղաքականություն է վարում։ Օրերս մի փորձագետ էի լսում, պարոն Դարբինյան, ասում եմ, ես չէի ֆիքսվել, բայց փաստ է։ Եվրոպական միությունը ողջունեց Ադրբեջանում ընտրությունները, իսկ Վրաստանում չողջունեց։ Այսինքն ստացվեց, որ Ադրբեջանը այսօր ավելի ժողովրդավար պետություն է, քան Վրաստանը։ Դա Եվրոպայի աչքերում։ Դա քաղաքականության եւ նախ ճիշտ ստրատեգիական մոտեցումների, իրենց շահերը պաշտպանելու հստակ ձևերը գիտեն, իրենց մոտ կա կուր համակարգ, կա պետական վերտիկալը, կա ակադեմիական վերտիկալը, կա եկեղեցական վերտիկալը, եւ այս ամեն ինչը միաձուլվում է եւ ծառայում է պետության շահերին, հա։ Մեզ մոտ ամբողջը աղճատվեց։ Մեր չունենք մենք այդ վերտիկալների համագործակցություն, դրանք չունենք, ակադեմիական հանրույթը մի կողմ է քչված, ակադեմիայի կարգավիճակը ընդհանրապես զրոյացվեց իմ կարծիքով, հիմա
ինստիտուտները, հետազոտական ինստիտուտները դարձան պետական ուղղակի կազմակերպություններ, համալսարանները նույնպես պետության կցորդներ են դարձել, այլ ոչ թե ակադեմիական ազատ մտքի տարածքներ, դա շատ վատ է, որովհետև ես չեմ տեսնում այդ միահամուռ մոտեցումը, որտեղ միայն այդ կերպ կարող ես պայքարել նույն ադրբեջանական կամ թուրքական նարատիվների դեմ, որովհետև նրանք աշխատում են, նրանք չեն քնում, նրանք առաջ են տանում իրենց գաղափարները եւ անպայման առաջ են տանելու արևմտյան Ադրբեջանի այդ գաղափարախոսությունը անպայման, որի նկատմամբ մենք պիտի կարողանանք համապատասխան միջոցներ ձեռնարկել, կարողանանք դիմակայել դրան, հակազդել ինչ-որ ձևով, հակապաստարկներ ներկայացնել։ Մենք դեռևս ոգևորվել ենք, որ ադրբեջանական բենզին մուտք գործեց Հայաստան։ Ես անցյալ մեր հանդիպման ժամանակ ասացի, որ դա իմ կարծիքով մեզ կախվածության մեջ է գցում, դա վատ չէ, եթե դա լիներ ի թիվս այլ համագործակցական մոդելների եւ եթե դա լիներ ընդհանուր առմամբ խաղաղության եւ բարեդրացական հարաբերությունների մթնոլորտ ֆոնին, բայց դա ֆոնը չկա, չեմ կարծում, որ այդ բենզինի ներմուծումը այդ ֆոնը կստեղծեր մեր պատանդների ազատումը, բնականաբար լավ ֆոն կստեղծեր, չի ստեղծում ճանապարհների ուրեմն բացարձակ ուրեմն ապաշրջափակումը կստեղծեր նման ֆոն, որը ես նույնպես չեմ տեսնում, եւ անցյալ անգամ մենք խոսացինք, մենք Նաիրիդ գործարանը վերագործարկելու խնդիր պիտի դնենք եւ արաբական իմ տեղեկություններով անգամ ես նաեւ ինչ-որ ժամանակ բանակցում էի, բայց գիտես, Դավիթ, ես ցավում եմ, որ անգամ եթե ինձ դիմում են, ասենք արաբական ինվեստորները դիմում են, հետաքրքրություն են ներկայացնում եւ այլն, ես կանգնեցնում եմ, գիտես, որովհետև ես վստահ չեմ, որ ես կունենամ պետության համապատասխան դիրքորոշումը եւ ավելի ճիշտ վստահ եմ, որ միտեղ խորտակվելու է այդ process-ը, ես եմ խայտարակ լինելու իմ ասենք շուտ լուրջ մարդկանց մոտ, այո։ Իմ ռեպուտացիայի իմ համար թանկ է, գիտես, ասենք դիմում են բան, գիտեմ, որ նման շահագրգռվածություն կար Սաուդյան Արաբիայի ինվեստորների կողմից Նաիրիտը վերագործարկելու խոսքը գնում է այնտեղ մի քանի 100 միլիոն դոլարի ինվեստիցիոն պարտավորության մասին, որը իհարկե պետք է ասենք շահագրգիռ կողմը պետք է գա։ Կարծես թե այդ շահագրգիռ կողմը կարելի է գտնել, կա, որտեղ Սաուդյան Արաբիայի Aramco Գորբանը, հսկայական ընկերություն է, որը Գերմանիայում գնել է Ջուպոնի գործարանը, հասկանում ես, կաուչուկ արտադրելու գործարանը։ Հիմա նրանք շահագրգռվածություն ունեն։ Եվ չգիտես ում հետ ինչ խոսես այս թեմայով, հասկանում ես, ես ասում եմ, չէ, եղբայր, ես դիմեք ում ուզում եք, բայց տեսնում եմ, որ խորտակվում է այդ հարցը։ Եվ հակառակը, տեսնում եմ, որ ասենք Ադրբեջանը իր նավթավերամշակման գործարանում արտադրում է այդ բուտադիենը, որի օգտագործման մենք կարող ենք կաուչուկ արտադրել։ Այդ պարագայում մենք կդառնանք ինչ-որ գործոն, հասկանում ես, բենզինը բերելով եւ սպառելով մենք ոչ մի գործոն չենք դառնում, կախվածության մեջ ենք ընկնում ընդհանրապես։ Հիմա չգիտեմ, պետք է հետևել շուկային, արդյոք այդ բենզինի ներմուծումը գոնե արժեքի վրա ազդելու է, գների վրա, արժեքի վրա չի ազդի, գների վրա գոնե ազդի։ Հիմա դա է, որ պիտի նույնպես հաշվի առնենք։ Ընդհանրապես, քանի որ տարին ավարտվում է եւ մենք մտնում ենք շատ անորոշության մի փուլ, նախընտրական ընտրական տարի է, ոչ թե նախընտրական, հենց ընտրական տարի է, ընտրությունների տարի է եւ կարծում եմ, որ կրքերը բորբոքվելու են եւ ես չեմ տեսնում միասնության հասնելու որևէ միտում, այդ իմաստով իմ տեսակետը այն է, որ մենք բարձ ժամանակների միջով ենք անցնելու, միակ հույսս մեր ժողովրդի խոհեմության վրա է, եւ գիտես, հիմա ես կհորդորեի ուրեմն կառավարությանը եւ Նիկոլ Փաշինյանին մտածել այն բանի մասին, որ ընտրությունների հիմնական ջրբաժանը չի լինելու իմ կարծիքով խաղաղություն թե պատերազմ, ուրեմն այս դիլեմայի մեջ, որում բնականաբար Փաշինյանը եւ քաղաքացիական պայմանագիր իրենց լավ կզգան, որտեղ իրենց որպես խաղաղության կողմնակից։ Իմ կարծիքով ջրբաժանը լինելու է
Փաշինյանի խաղաղություն, թե X-ի խաղաղություն։ Խաղաղության եւ խաղաղության մեջ է լինելու ընտրությունը։ Իմ հորդորն է, որպեսզի եւ ուրեմն Փաշինյանի թիմը սրա մասին մտածի եւ մեր օպոզիցիոն դաշտը մտածի սրա մասին, որովհետեւ մենք խաղաղությանը որևէ ալտերնատիվ չունենք, մենք պարտավոր ենք ուղղակի գնալ խաղաղության ճանապարհով, պարտավոր ենք իրականացնել այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել, եւ կհորդորեի նաեւ եկեղեցուն կոնկրետ որոշումներ կայացնել։ Եկեղեցին չի արտահայտվել ոչ հայ-ադրբեջանական գործընթացի վերաբերել, ոչ հայ-թուրքական գործընթացի վերաբերել, իր դիրքորոշումը չի ցուցաբերել։ Եկեղեցին պարտավոր է ցուցաբերել իր դիրքորոշումը, հասկանում ես, այս լարվածությունը այդ թվում նաև պայմանավորված է նրանով, որ եկեղեցին չունի կամ ունի հակառակ դիրքորոշում։ Այդպես չի կարող լինել։ Եկեղեցին պիտի արտահայտվի։ Ինչ է տեսնում հայ-ադրբեջանական ուրեմն հեռանկարները, ինչպես է գնահատում, եւ հայ-թուրքական հեռանկարները ինչպես է գնահատում։ Սա է, ես մեր ժողովրդին հանրությանը համբերություն, տոկունություն կցանկանայի եւ բարօրություն։ Սիրելի ռադիոլսողներ, Դարփինյանի ժամների եթերում այս տարվա վերջինը, հիշեցնեմ, սա Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետ պրոֆեսոր ակադեմիկոս Արմեն Դարփինյանի հեղինակային հաղորդումն է։ Երկրորդ խոսափողի մոտ այն ձեզ համար վարեց Դավիթ Խումարյանը, հուսանք, որ հաջորդ տարին կլինի ավելի լավը, քան այս մեկը։ Այսքանը։ Շնորհավոր նոր տարի։ Այո, շնորհավոր նոր տարի, կհանդիպենք հաջորդ արդեն նոր տարուն։